Եթե չեմ մենք քեզ դուրս ենք Ազգին ջան, ես մոտավոր տեղեկ եմ ինչի մասնի, խնդրեցի, երբ փորձեցի նաև խոսել աշխատանքի ղեկավարին, ինքը չպատասխանեց ինձ, չնայած իրեն մեսեջ եմ ուղարկել։ Հիմա ես ճշտեցի, որ կանոնակարգ օրենքում չկա կետ, որը արգելում է ինձ գտնվել հանձնաժողովի նիստերի դահլիճում, որտեղ նաև ինձ հայտ ուղարկած այդ մասով ինչ է, կդիմեք այդ հարցերով աշխատակազմի։ Դիմել ենք, ինչ անենք, մի հատ է վարչական դատարան դիմենք։ Որտեղ ուզում եք դիմենք, հիմա դուրս ենք գալ։ Ձեզ հրահանգել են, ձեզ հրահանգել են։ Ոչ ոքի հարցին չեմ պատասխանում։ Խնդրում եմ արգելի լրագրող, ոչ ոքի ինձ հարց չտա։ Ձեր ծառայության հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Մենք ձեր հետ խնդիր չունենք։ Հարցը նրան է կայանում, հիմա դուրս ենք գալի։ Եթե չէ, մենք ձեզ դուրս ենք հրավիրել։ Ինչ եք անել։ Դուրս ենք հարց մի տվեք, հարցեր ունեք դիմեք աշխատակազմի ղեկավարին։ Ես դիմել եմ չեմ պատասխանում։ Այդ ձեր խնդիրը։ Հիմա դուրս ենք գալի։ Հիմա դուրս ենք գալիս դուք դուրս Հիմա ես պատգամավորի հայտով եկել։ Այո, դու չեք գալի։ Պատգամավորի հայտով։ Sorry. Ահա շուտերից դեռակողից է նոտար։ Հարցրեք Ալեն Սիմոնյանից, սա իր մանրախնդրության փոփոխության հետագա դասավորն ուրիշ ոչ մի մաս, որը այստեղ եղավ, սկսվեց այս դահլիճից, այնտեղ հատվածից, հիմա շարունակվող։ Դեն ուտքը արգելում լրագրողներին։ Արգելման գրամանը կտերես տեսել։ Դուք հիմա Այսինքն ձեզ ասել են, որ պիտի լրագրողից եղել մոտորի արդեն դրաման։ Եք հարցերը Այդ ամիսը դուք եք անում։ Հիմա ես չեմ եկել ստեղ որ Ես քեզ ներկայացրեցի, ես քեզ ներկայացրեցի, բայց ներկայացրեցի ինչով գուշ։ ասեցի, որ մենք ձեր հարցերը աշխատանքով չեմ գալի։ Եղան Մանուկյանը ձեզ դիմելա, չէ՞ որ դուրս գաք տարածքից։ Եղան Մանուկյանի ես տեղեկացրել, մի բան է, ժողովուրդ չեմ։ Դե գնացի, հարցը զրույց չեմ տալի, դուրս է գալիս, չենք ձերքը որովհետև մեր օրինակը պահանջի քնարի չէր ենթարկվել։ Ես ասեցի դուրս ենք գալ։ Այն ասեց դուրս չեմ գալ։ Այսինքն պատգամավորի մոտ մարշան գալիս դու Համարում եմ օրինակը ասում Դե հիմա որ դուք ապօրինի հրահանգ եք կատարում։ Դա աշխատակազմի ղեկավարը շատ աջակցում օրենքներից որ մի հատ էլ բան անի։ Աշխատակազմի Հարգելի աշխատակիցներ, մարդը հայտով եկել է։ Թույլ տվեք գնա, ինչ խնդիր կա։ Ինչքով է։ Մարդուն դուրս հրավիրում շենքից։ Ինքը պատգամավորի կողքին նստած Ոչ մի հարցերի չեմ պատասխանում։
Լավ էր, եկեք թողեր վային գնա, հենց աշխատակազմի ղեկավարի մոտ։ Վերջին հանցագործն է։ Ուրեմն մեր աշխատանքին մի խոչընդոտեք, որ ձեր քաշելով լրագրողին տանում են։ Մենք ձեր աշխատանքը չենք խոչընդոտում։ Սա Այդ ալենիո դավոյի հորինացն է։ Օրենքները իրանք են հորինք, ոչ մեկ չենք ծերում քննարկում։ Ասում իրանք հորինում են այդ օրենքները։ Ոնց ապույնից եկել են որշակներում ծերում են դեպը ոնց դիմեք ասի օրինական հարգելի պպծակ։ Oni գազբանին ասան թեթևս դնեմ բանան է։ Իսկ ինչի համար են տալիս Դե Պորտուգալը Սիմոնյանն ու Դավիթ Արաքելյանը չեն ուզում որ ես գտնեմ եմ ազգային ժողովում եւ իմ մասնագիտական գործունեությունը։ Ես մտել էի շենք Գեղամ Մանուկյանի հայտով, որը Պաշտպանության հանձնաժողովի անդամ է, եւ ես նախապես ճշտել եմ իրավունք ունեմ գտնվել այն տարածքում, որտեղ падգամավորն է գտնվում։ Ես եկել եմ լուսաբանելու այդ падգամավորը եւ հանձնաժողովի նիստը։ Կարող եմ լինել միայն իր падգամավորի սենյակում, բայց այդպես օրենքի կետ չկա։ Դրսում, բոլոր հարցերը Տիկա։ Ուր է ձեր ղեկավարը պպծը։ Կներեք։ Ու հրավանդով եք դաղին դուրս հրավիրուշ։ Դավիթ Արաքելյանը նկարանալու չի ակարացում, հարգելի օպերատորներ։ Երեխեք, էստեր լրագրողը Ոշոկի չի պրտում ժողովուրդ։ Լավելի, հարգելի լրագրողներ, մենք ոշոկի չենք պրտում։ Ա